Ողջույն բոլոր ժողովուրդ, ձեզ եմ ես Ալեքսը, դուք գտնում եք Alex TV YouTube կանալում։ Այսօրվա տեսանյութում փորձել եմ ձեզ ներկայացնել ձեր բոլորի կողմից սիրված Car-Comedy Top 5 ամենաթանկարժեք իրերը, որոնց արժեքները վստահ եմ ձեզ ուղղակի կզարմացնեն։ Բայց մինչ վիդեոին հասնելը խնդրում եմ փոքրացրեք տեսանյութը, սեղմեք լայքի կոճակը, բաժանքը գրեք ալիքին, իսկ մենք հասնում ենք վիդեոին։ Գնացինք։ Ուրեմն առաջին իրը։ Խնդրում եմ ուշադրություն դարձնեք այս նկարին։ Առաջին հատվից սովորական եւ գեղեցիկ նկար է գառնու տաճարի ֆոնին, բայց խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա կոշիկներին։ Հիմա մտածեք, որ այո Nike կոշիկ է, Nike կոշիկները բավականին թանկարժեք են, բայց չեք մտածի, թե որքան արժեն նրանք։ Սա այո Nike կոշիկներ են, բայց ոչ սովորական։ Մենք Nike եւ Dior բրենդների համագործակցությունն է, որից ամբողջ աշխարհում կա ընդամենը 8500 զույգ։ Այս կոշիկի գինը հստակ չէ, քանի որ նրա գինը կախված է թե կոշիկի համարից, թե կոշիկի թողարկվելու համարից, այսինքն թե հենց նրա զույգը այդ 8500-ից որևէ։ Պատրաստ եք լսել կոշիկի գինը։ Ինչպես ասացի, կոշիկը Nike եւ Dior բրենդների համագործակցությունն է, որը շատ քիչ է թողարկվել եւ հենց հիմա այս տարեդրությամբ ավելի քիչ կա։ Նրա արժեքը տատանվում է 10-ից $20,000 սահմաններում կոշիկի համար։ Եվ մենք 100% վստահ չենք, որ այդ կոշիկները օրիգինալ են, այսինքն կարող է դա լյուքս կոպի լինի։ Բայց ամեն դեպքում ինձ չի թվում, որ այդպիսի հայտնիություն ունեցող մարդը ոչ օրիգինալ կոշիկներ կա։ Ասում ենք երկրորդ իրի։ Ուրեմն երկրորդ իրը։ Ուրեմն երբ ես ման էի գալիս այս իրերը նրա Instagram-ան էջին շոտ տեսանյութերում, նկարներում, ես հանդիպեցի մի գովազդային տեսանյութի, որում առաջին հերթից ամեն ինչ նորմալ է։ Բայց կխնդրեմ ուշադրություն դարձնեք այս սկրինշոթին։ Եվ ավելի կոնկրետ ուշադիր լինեք նրա ձախ ձեռքին։ Այո, ժամացույցը։ Իմացողները միանգամից կհասկանան, թե ինչ ժամացույց է գտնվում նրա ձեռքին։ Rolex MGT Rolex ժամացույցների համաշխարհային բրենդի ամենագեղեցիկ եւ ամենահայտնի թողարկումներից մեկը, որի գինը տատանվում է ուշադրություն 15-ից $40,000 սահմաններում, որը կախված է կրկին գույնից, նրա մեջ գտնվող ոսկու, սպիտակ ոսկու եւ նմանատիպ տարբեր մետաղների քանակից։ Car-Comedy տեսանյութերում շատ կարող եք նկատել նրա ձեռքերին տարբեր ժամացույցներ, ինքս նկատել եմ 2-ից 3 Rolex-ներ, որոնց գինը մոտավորապես նույն սահմանում է։ Բացի այս Rolex-ից կարող եմ նաև մեկ վարկել, որի նկարը կարող եք տեսնել հենց հիմա։ Այլ եթե չեմ սխալվում Rolex Batman տարբերակն է, անձամբ իմ ամենասիրած ժամացույցը։ Սրա գինը նույնպես տատանվում է այդ գինային սահմաններում։ Հասնում ենք երրորդ իրին։ Ուրեմն հաջորդ իրը նկատել եմ այս լուսանկարում։ Այո, ճիշտ նկատեցիք։ Cartier բրասլետը։ Հասկացողները կերպին կհասկանան, թե Cartier-ն ինչ թանկարժեք վզնոցների, բրասլետների, մատանիների ինչ ոչ բրենդ է։ Համաշխարհային բրենդ, որի զարդերի գները հասնում են տասնյակ հազարավոր դոլարներից մինչև միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ։ Լավ, միլիարդավորը չափազանցրեցի, միլիոնավոր։ Կոնկրետ այս տեսակի զարդի արժեքը չկարողացա գտնել, այս նմանատիպ զարդեր եմ գտել, որոնց արժեքը տատանվում է 20,000-ից մինչև $500,000 միջև։ Հասնում ենք չորրորդ թանկարժեք իրին։ Չորրորդը վստահ եմ, որ ինքներդ նկատած կլինեք, քանի որ դրա մասին Car-Comedy-ն առանձին տեսանյութ է նկարահանել։ Այո, ճիշտ հասկացաք, խոսքը գնում է նրա մեքենայի մասին։ Վերջերս նա տեսանյութ նկարահանեց, որտեղ նա գնում էր BMW i7 2025 թվականի մեքենա։ Ինչ հայտնեմ այս մեքենայի գինը, ես կցանկանամ խոսել նրա նախկին երկու մեքենաների մասին։ Նրա առաջին մեքենան, որի մասին նա նույնպես տեսանյութ է նկարահանել, 2021 թվականի արտադրության Mercedes AMG A35 է եղել։
որի արժեքը այդ ժամանակաշրջանում մոտ $40,000 սահմաններում էր։ Նրա երկրորդ մեքենան Tesla Model Y։ Տեսլաների գինը շատ տարբեր են, ես չգիտեմ այն հանված է եղել հենց սալոնից, այսինքն ամբողջությամբ նոր է եղել, թե ինչ-որ մեկից գնված, թե հավաքված, բայց եթե նայենք նրա ամբողջությամբ նոր գինը, ապա կտեսնենք, որ նա արժի մոտավորապես $50,000։ Եվ հասանք նրա վերջին երրորդ մեքենային, ինչպես ասացի, BMW i7։ Ուշադրություն, այս մեքենայի արժեքը կազմում է $150,000-ից $200,000։ Պատկերացնում եք $200,000։ Խնդրեմ կոմենտների բաժնում գրեք, թե այս 3 մեքենաներից որը կընտրեիք։ Եվ հասանք վերջին 5-րդ, մենք կարող ասել կարող ենք ասել կարգումեդի ամենաթանկարժեք, նրա համար ամենակարևոր հանինք։ Ուշադրություն, հիմա բոլորդ մտածում եք, թե ինչը կարա իր $200,000-ից ավել լինի, որ ամենավերջինն է։ Ուշադրություն, նրա համար ամենաթանկարժեք եւ ամենակարևոր բանը իր YouTube-յան ալիքն է։ Ուշադրություն, մոտ 800,000 բաժանորդ, ակտիվ ալիք, որը ունի համարյա 5 միլիարդ դիտում։ Այս ալիքը հատուկ մասնագետից եմ հարցրել, կգնահատվի մոտ $300,000-ից մինչև $1 միլիոն։ Պատկերացնում եք $1 միլիոն։ Ինչու եմ այսպեսի անորոշ թիվ ասում 300-ից մինչև $1 միլիոն, քանի որ մենք չգիտենք, թե նա որքան գումար է աշխատում իր YouTube-ից։ Հնարավոր է նա ամեն տեսանյութից աշխատում է $20,000, հնարավոր է աշխատում է $1,000, քանի որ Հայաստանում YouTube-ից գումար շատ քիչ է գալիս։ Եթե ես իմանայի նրա մոնետիզացիայից ստացած գումարի քանակը, ապա ավելի հեշտ կլիներ իմանալ ալիքի արժեքը։ Այդ պատճառով էլ այսպեսի անորոշ արժեքեր ասեցի։ Դե ինչ այսքանն էր իմ այսօրվա տեսանյութը, հուսով եմ ձեզ դուր եկավ մեր ալիքի նոր այս թեմատիկայի տեսանյութը։ Կարող եք կոմենտներում գրել, թե ում մասին կուզենաք հաջորդ տեսանյութը լինի, այսինքն ես կարող եմ ասել MrBeast ամբողջ աշխարհի ամենահայտնի եւ ամենահարուստ յութուբերի top 5 իրերը, որը վստահ եմ շատ կհետաքրքրի ձեզ, կամ ինչու ոչ ռուս յութուբերներից ինչ-որ մեկի կամ հայ հայտնիներից, գրեք կոմենտներում, ես կսպասեմ ձեզնից ամեն մեկի կոմենտին, ձեզ հետ եմ ես Ալեքսը, ցտեսություն, պակա։